Այսօր առավոտից հազարավոր երկրապահներ մեկնեցին ռազմաճակատ։ ԵԿՄ վարչության տարածքում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար։ Ավտոբուսն ավտոբուսի ետևից էր շարժվում։ Ճակատ մեկնողները ԵԿՄ բոլոր բաժանմունքներում նախապես էին ցուցակագրվել։ Առաջնագից մեկնելու պատրաստակամություն էին հայտնել ոչ միայն Արցախյան ազատամարտի մասնակից, այլև երիտասարդ երկրապահներ։ Մեր տարիքներ, առողջություններ, քորջաների թույլատանում ներող գնում ենք արդեն։ Թուրքը չմտածի հանգարցին կյանքում կարող է Հայաստանի հանդեպ մի որևէ ոտնձգություն կատարի։ Մենք պատրաստ ենք առաջ գնալու, նպատակներ ունենք դեռ շատ, հողեր ունենք այնտեղ գերության մեջ, գնում ենք այդ հողերը հետ վերադարձնելու։ Կամավորների հոսքը ԵԿՄ վարչություն չէր դադարում, ճակատ մեկնելու վճռականությամբ գալիս էին նույնիսկ վարուդի հոտը չարածները, գալիս էին ԵԿՄ-ի շարքերն անցնում ու թեթևացած շունչ քաշում այն վստահությամբ, որ մեկնելու արտոնություն կստանան։ Մեկնողները բացառապես տոգորված էին հաղթելու վճռականությամբ։ Երկրապահ միշտ էլ հաղթել է ու էլի պիտի հաղթի, բոլորը ով մեկնում է, ինքը մարտական առաջ պատրաստվածությանը բերված, պատրաստվում են մեկնելու եւ իհարկե բոլորը ով մեկնելու է հաղթելու պայմանով։ Մտահոգ կամ ծանր ապրումներով երկրապահի չհանդիպեցինք, ընդհակառակը, մարտական ու հաղթական ոգուն նաև հումոր ու ծիծաղ էին համեմել, բայց նախազգուշացումը թշնամուն թե հանդիպելու են Բաքվում, ասում էին առանց հումորի եւ ամենայն անկեղծությամբ։ Ադրբեջանցուն ասե պրծի։ Ինչ եք ասել։ Ինչ ասես ասել են։ Որող պրստող Արսանին նապսիյոտին, բայց այս կարև եմ եթում։ Թող իրան ջանսաղությունների, բարի բախտերի, ընդ թողներեն իրանք, ես հետո եմ իմ հայրենիք պաշտպանելու։ Հայրենիքը պաշտպանելու իրենց հերթին էին սպասում նաև տիգրանականները։ Արցախյան գոյամարտում իր խոսքն ասած Տիգրան Մեծգնդի կամավորները հերթական հանձնարարությունն էին ստանում, որ մեկնելու հրահանգի դեպքում իմանան իրենց տեղակայման վայրն ու անելիքը։ Պատերազմից վախենալ պետք չէ, եթե պատրաստ ես դրան, ասաց փորձառու տիգրանականը, համոզված, որ մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև տրամադրված հաղթանակի։ Ես տխուր չեմ պատերազմի համար ու չեմ վախենում պատերազմի։ Չեմ էլ վախեցել ժամանակին։ Կյանքից պրակտիկայում ես մի բանից եմ վախեցել, իմասուտ։ Վախենալու պատճառ չունեմ։ Փառք Աստծո, տեստղեքի, հələ տեստղեքի, սրանց ցավը տանեմ, սրանց հետ գնացողը ո՞ս կարա պարտություն ունենա։ Պատրաստ ենք մենք մեր զինվորների կողքին մեր հայրենիքը պաշտպանելու համար ու հուսով եմ, որ Բաքվում կանյակ խմենք հաստատ։ Ես թորնատեր մարդ եմ, աչքս է հեռուն լավ է տեսնում, կանեմ մի քանի անգամ ավել կամը ամեն մի ջահել երեխել։ Մարտի մեկնող իրենց ավակներից ետ չէին մնում նաև երիտասարդ տիգրանականները։ Կյանքն անցողիկ է, ամոթը ցմահ, դուշմանի այս ձևակերպումը կարգախոս ընտրած, նրանք երիտասարդին հատուկ անհամբերությամբ սպասում էին հրահանգին, որը կբացեր դեպի մարտադաշտ տանող ճանապարհը։ Նեղում եմ զուտ մի բանից, որ այսօր մեր կրտսեր եղբայրները 18 տարեկան, 20 տարեկան կանգնած են մենակ, մենք իրանց կողքը չենք ու խնդրեի նախարարին, մեր նախագահին, որ չգիտեմ, կամավորներին գոնե թույլ տար, որ մասնակցեին, գնային կանգնեին, սատար կանգնեին մեր եղբայրների։ Գիտակցում ենք, որ այսօր մեր հայրենիքը պետք է պաշտպանվի։ Ցանկացած պահին պատրաստ ենք մենք։ Մենք ողջևորվում ենք այսպես մեր մեծերով։ Մենք հպարտ ենք, մենք պատրաստ ենք։ Մի բան կարանք ասենք մեր զինվորներին, իրանք էլ շատ դուխները տեղ պարկ, իրոքից այսքան տղա ու բացի հետ էլ լիքը կամավոր տղեր կգան կկայնեն, կկռվեն։ Մեկնելու հրահանգի սպասումը թեև ծանրացնում էր մթնոլորտը, բայց էապես չէր փոխում տիգրանականների տրամադրությունը, չէր ընկճում նրանց մարտական ոգին, ու չնայած կամավորները գալիս էին, բայց գնդի հիմնադիր հրամանատարն իր պարտքը համարեց կոչով դիմել նաև հեռավոր մարզերի իր զինվորներին։ Ես կոչ եմ անում արծիվինը գումարտակի, կոչ եմ անում լրիվ իմ տղաներին ու տիգրանականներին, մինչև լույս բոլորը ուրեմն զբոր հենց վարժարանում։ Թող եկեք, տղեկ ջան եկեք, որովհետև առավոտյան շարժվելու ենք։ Հայկուշ Ասլանյան, Հարություն Սահակյան, Առաջին ալիք։